Խորամանկ Պետրը գյուղապետ, բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Մի օր Խորամանկ Պետրի համագյուղացիները հավաքվում են գյուղի մեյդանում գյուղապետ ընտրելու։ Տնից դուրս է գալիս և ինքը, Խորամանկ Պետրը, նոր սիրուն փափախով։ Մտածում է, որ եթե ըստ փափախների ընտրեն, ապա պետք է անպայման իր վրա կանգ առնեն։ Ահա մեջտեղ է գալիս և գյուղի չորբաջին, տանուտերը, տրզած փորով, երկար չիբուխը բերանին, կողքից էլ թազբեհը շխկշխկացնելով։ Օ, Պետր, էդ ինչ սիրուն փափախ ես դրել, տուր տեսնեմ կարակուլից է, թե… Խորամանկ Պետրը գլխարկը հանում է ու մեկնում նրան։ Չորբաջին վերցնում է և իբր գյուղացիների առաջ նրան ձեռք առնելու համար խփում է գետնին։ «Սպասիր տեսնենք», ասում է, «կթնդա»։ Խորամանկ Պետրը կռանում է, սուս ու փուս վերցնում փափախը գետնից ու թափ տալիս։ «Գյուղացիք, հիմա լսեցեք, ձեզ մի պատմություն անեմ», դիմում է նա մարդկանց։ Բոլորն իսկույն խմբվում են նրա շուրջը ու ականջները սրում։ Խորամանկ Պետրը սկսում է. «Դուք լսած կլինեք հրեաների Սողոմոն թագավորի մասին։ Ասում են, որ նա կարողացել է իմանալ մարդկանց անցյալը, կռահել նրանց ապագան և հասկացել է ամեն մի կենդանի արարածի լեզուն։ Մի օր Սողոմոնն իր պարտեզն է հրավիրում բոլոր կենդանիներին։ Գալիս են առյուծն ու արջը, գայլն ու նապաստակը, եղնիկն ու եզը, ձին ու կովը։ Հիմա դուք կհարցնեք, թե ինչու է հրավիրել դրանց։ Ինքը չէ, որ իմացել է բոլորի լեզուն, ուզեցել է լսել ու ծիծաղել մի փոքր, որովհետև կենդանիներն ինչեր ասես, որ չեն խոսում իրար հետ։ Թագավորական պարտեզն ամբողջ լցվում է կենդանիներով։ Վերջում գալիս է նաև էշը։ Սա, որ տեսնում է այդքան կենդանի մի տեղ հավաքված, բարձրանում է մի քարի վրա և սկսում գոռալ։ Զռռում է ինչքան ուժը կպատի։ Կենդանիները ապշած իրար են նայում, իսկ Սողոմոն թագավորը ականջներն է փակում։ Երբ էշը ձայնը կտրում է, առյուծը մոտենում է նրան և ասում. «Ախր, դու այդ ինչ ես անում»։ «Զռռում եմ», պատասխանում է էշը, «որ այսքան ժողովրդի մոտ իմ էշությունը ցույց չտամ, հապա էլ որտեղ»։ Սա էր իմ ասելիքը։ Վերջացնելով իր պատմությունը, նորից մարդկանց է դիմում Խորամանկ Պետրը։ Հասկացա՞ք, թե ինչ էի ուզում ասել։ Հասկացանք, հռհռում են գյուղացիները։ Չորբաջին գլուխն առնում է ու փախչում։ Այն ժամանակ գյուղացիները իրենց համար գյուղապետ են ընտրում Խորամանկ Պետրին։